Հարգելի գործընկերներ, մենք փաթեթով չզեկուցվող հարցերի փաթեթում իրականացրեցինք մի շարք նշանակումներ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների, ինչու այսպիսի փաթեթով, որովհետև գործ ունենք վերանշանակումների հետ եւ չցանկացանք առանձին զեկուցել եւ ես նախ ուզում եմ նշանակումները հետեւյալն են. Սուրեն Թովմասյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում, Էդվարդ Հակոբյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, մարզպետների վերանշանակումներ են եղել Սերգեյ Մովսիսյան Արագածոտնի մարզպետ, Սեդրակ Թևոնյան Արարատի մարզպետ, Վահրամ Խաչատրյան Արմավիրի մարզպետ, Կարեն Սարգսյան Գեղարքունիքի մարզպետ, Արեմ Մկրտչյան Լոռու մարզպետ, Դավիթ Արուշանյան Շիրակի մարզպետ, Ռոբերտ Ղուկասյան Սյունիքի մարզպետ, Վահագն Արսենյան Վայոց ձորի մարզպետ, Հայկ Ղալումյան Տավուշի մարզպետ։ Հարգելի գործընկերներ, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ նախորդող շրջանում ձեր կատարած աշխատանքի համար եւ ուզում եմ հաջողություններ մաղթել առաջիկա շրջանի գործունեության համար։ Իհարկե ես գիտեմ նաեւ, որ մասնավորապես մեր որոշ մարզպետ գործընկերներ գուցե թե առաջիկայում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում այլ դերակատարում ստանձնեն, այսինքն նախնական քննարկումներ կան, դեռ մենք վերջնական որոշումներ չունենք, բայց այնուամենայնիվ այս փուլում մենք նաև այդ պարագան հաշվի չենք առնում, քանի դեռ որոշումներ չկան կայացված, համարում ենք, որ այս տրամաբանությամբ ենք աշխատելու։ Ինչևէ, բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդող շրջանի գործունեության համար եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության ընթացքում եւ նաեւ եթե ասելիք ունեք, հարգելի գործընկերներ, խնդրեմ Սուրեն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում եւս մեկ անգամ այս վստահությունը ձեր կողմից ստանալու համար եւ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ առաջիկայում մենք անշարժ գույքի շուկայի վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններ կներկայացնենք, փոփոխություններ, որոնք թույլ կտան մեզ զարգացնել անշարժ գույքի կառավարման օրակարգը, անշարժ գույքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, զարգացնել տարածական տվյալների ենթակառուցվածքը, ներդնել նոր գործիքակազմեր անշարժ գույքի շուկայի վերլուծության վերաբերյալ եւ համապատասխանաբար ել ավելի բարձր մակարդակի հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչումը այս ոլորտում։ Եվ եւս մեկ անգամ կցանկանայի նշել այն փաստը, որ 2027 թվականին նախատեսվում է նաեւ մեկ միջոցառում մոտ 40 պետությունների պատասխանատու կառույցների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում, մարտ ամսին կհյուրընկալենք մեր գործընկերներին եւ կկազմակերպենք համապատասխան միջոցառում, որը եւս կբարձրացնի Հայաստանի Հանրապետության ճանաչելիությունը։ Կրկին անգամ շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Թովմասյան։ Իդեպ, հարգելի գործընկերներ, առիթից օգտվելով ասեմ, որ քանի որ նաև ադապտացիայի մասին շատ խոսեցինք, մեր անշարժ գույքի շուկան ադապտացիայի շատ տիպիկ օրինակ է ցույց տալիս։ Հիշում եք, որ եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը 2026 թվականի հունվարի 1-ից Երևանում դադարեցվեց եւ դրա հետ կապված կային որոշ մտահոգություններ եւ մտավախություններ, բայց մենք տեսնում ենք, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, ինչը շատ կարևոր է եւ շատ ուրախալի փաստ է եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է տրենդային, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաեւ բազմաթիվ օտար երկրյա քաղաքացիներ, հիմնական մասը իհարկե Սփյուռքի մեր ներկայացուցիչները բնակարաններ անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանի Հանրապետությունում, դա իհարկե կապված է միջազգային տրենդների հետ, բայց նաև կապված է նրանից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժը աճում է եւ սա շատ կարեւոր նորություն է